Առաջնորդության դպրոցի ուսանողների հետ դեկտեմբերի 4-ին տեղի ունեցած հանդիպման բանախոսը ներքին գործերի նախարար Արփինե Սարգսյանն էր։ Առաջնորդության զարգացման համատեքստում նախարար Սարգսյանը խոսել է պետական համակարգում կարիերայի առաջխաղացման հնարավորությունների մասին։ Նախարարը շեշտադրել է, որ առաջնորդությունն ի սկզբանե ընկալվում է որպես հեղինակություն եւ ուժ, միաժամանակ ընդգծել է, որ այն նախ եւ առաջ դժվար իրավիճակներում առաջ գնալու, չնահանջելու եւ թիմին առաջ տանելու մասին է։ Նախարարի խոսքով տարբեր մարտահրավերների ու կարծրատիպերի հաղթահարումը կարևոր դեր են ունեցել առաջնորդական հմտությունների ձևավորման գործում, նպաստելով կոնկրետ իրավիճակներում որոշումներ կայացնելու ունակության զարգացմանը։ Քննարկվող թեմաների շրջանակը լայն էր՝ անվտանգային մշակույթ, հանցավորության, ապօրինի թմրաշրջանառության դեմ պայքար, ոստիկան քաղաքացի երկխոսություն եւ նախարարության ոլորտային ուղղություններին առնչվող այլ հարցեր։ Քննարկվել են կանխամտածված ծանր հանցագործությունների կանխարգելման ուղղությամբ պահանջվող աշխատանքները՝ ի համեմատություն կենցաղային վեճերի եւ դրանց վերաճմանը ծանր հանցագործության։ Ուսանողները ներկայացրել են հանրային ընկալումների վերափոխման ու վարկագծային փոփոխությունների ուղղությամբ առաջարկություններ։ Ըստ նախարարի քաղաքացիներից ստացվող արձագանքների հավաքագրումն ու վերլուծությունը հնարավորություն են տալիս բացահայտելու լավարկման նոր շերտեր։ Միևնույն ժամանակ նա կարևորել է իրավիճակը բովանդակային տեսանկյունից գնահատելը, ինստիտուցիոնալ մոտեցումներով առաջնորդվելը, քանի որ հաճախ հանրությունից եկող արձագանքը ամբողջությամբ չի արտացոլում կատարված աշխատանքները։ Երբեմն նույնիսկ ձևախեղումներ եւ թյուր ըմբռնումներ են արձանագրվում։ Այս իրավիճակներում հանրային ակնկալիքները կառավարելու եւ կարծրացած պատկերացումները փոխելու խնդիր է բացվում։ Անդրադառնալով կարծրատիպեր կոտրելու սեփական փորձին, նախարարը նշել է, որ պետական համակարգում պաշտոն զբաղեցնելը կամ պաշտոնավարելու արդյունավետությունը բացառապես պայմանավորված է անհատի կառավարման հմտություններից, պատասխանատվությունից, թափանցիկ գործելավոճից եւ առաջնորդության մոդելից։ Խոսելով միջազգային գործընկերների հետ բազմակողմ համագործակցության մասին, Արփինե Սարգսյանը նշել է, որ այն հիմնվում է բաց եւ ազնիվ գործընկերային հարաբերությունների վրա, որտեղ յուրաքանչյուր նախաձեռնություն գնահատվում է իրական ազդեցությամբ եւ գրանցված արդյունքներով։ Մասնակիցներն այս առիթով հարց են հնչեցրել առ այն, որ ներքին գործերի նախարարի գլխավորած պատվիրակությունը միջազգային գործընկերների կողմից հատուկ ընդունելության է արժանանում, մասնավորապես վկայակոչելով Արաբական Միացյալ Էմիրություններ կատարված այցը եւ հետաքրքրվել են, թե ինչով է դա պայմանավորված։ Նախարարն արձագանքել է, որ բարձրակարգ ընդունելությունը ծավալուն համագործակցության, փոխվստահության եւ մեծ ակնկալիքների մասին է։ Ներքին գործերի նախարարության, փրկարար ծառայության եւ սեյսմիկ պաշտպանության տարածքային ծառայության նախաձեռնությամբ դեկտեմբերի 5-ին Կոտայքի մարզում անցկացվել է դիմակայունության բարձրացում, հանրային իրազեկման, պատրաստվածության եւ կարողությունների զարգացման միջոցով թեմայով աշխատաժողով։ Նպատակը պետական կառավարման եւ տեղական ինքնակառավարման մարմինների համագործակցության խթանումն էր, ուղղված բնակչության պաշտպանության մեխանիզմների կատարելագործմանը, աղետների ռիսկի կառավարման պլանավորմանը, հանրային իրազեկվածության եւ ճգնաժամային հաղորդակցման ընթացակարգերի բարելավմանն ու դիմակայունության բարձրացմանը։ Ներքին գործերի նախարարի մամուլի քարտուղար, ներքին գործերի նախարարության հանրային հաղորդակցության եւ իրազեկման վարչության պետ Նարեկ Սարգսյանը կարևորել է ոչ միայն բնակչության պատրաստվածությունն ու հասարակության տեղեկացվածության բարձրացումը, այլև համայնքային մակարդակում կարողությունների կատարելագործումն ու թիրախային ուղղություններով համագործակցված աշխատանքը։ Այդ համատեքստում նա ընդգծել է հանրապետության տարբեր մարզերում պարբերաբար անցկացվող հանրային իրազեկման միջոցառումներն ու ուսումնավարժանքները։ Փրկարար ծառայության տնօրենի տեղակալ Արսեն Մկրտչյանը նշել է, որ շահառու խմբերի համագործակցությունը կարևոր նախադրյալ է աղետների նկատմամբ ավելի դիմակայուն հասարակություն ձևավորելու գործում, ընդգծել նաև փրկարար ծառայության ոլորտում կամավորական ներուժի զարգացումը։ Սեյսմիկ պաշտպանության տարածքային ծառայության սեյսմիկ վտանգի գնահատման համալիր վարչության պետ Անի Գևորգյանը անդրադարձել է սեյսմիկ վտանգի առանձնահատկություններին, ներկայացրել վերջին տարիների ընթացքում Հայաստանի Հանրապետության սեյսմիկ վտանգի քարտեզները, ինչպես նաև այլ աշխատանքները, որոնք ուղղված են համայնքների դիմակայունության ամրապնդմանը, ենթակառուցվածքների եւ բնակչության պաշտպանության նպատակով։ Ներքին գործերի նախարարության փրկարար ծառայության բնակչության պաշտպանության եւ աղետների ռիսկի նվազեցման վարչության պետ Գուրգեն Մարտիրոսյանը ներկայացրել է Հայաստանին սպառնացող հիմնական վտանգները, առանձնահատուկ ուշադրություն դարձնելով երկրաշարժի դեպքում հիմնական վարքականոններին։ Ներքին գործերի նախարարության փրկարար ծառայության բնակչության պաշտպանության եւ աղետների ռիսկի նվազեցման վարչության արտակարգ իրավիճակների պլանավորման բաժնի պետ Հովհաննես Հովհաննիսյանն անդրադարձել է համայնքային մակարդակում աղետների ռիսկի կառավարման համակարգի զարգացման
զարգացմանը, արտակարգ իրավիճակներին արձագանքմանը, քարտեզագրման, բնակչության պատրաստվածության բարձրացման անհրաժեշտությանը, ինչպես նաև առկա խնդիրներին ու դրանց լուծումներին, փրկարարծառայության ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնի տեղեկատվության ապահովման և վիճակագրության բաժնի պետ Լիաննա Աբրահամյանը ներկայացրել է Հայաստանում իրականացվող հանրային իրազեկման և ճգնաժամային հաղորդակցության հիմնական մեխանիզմները, շեշտելով, որ պատրաստվածությունն ու իրազեկվածությունը հնարավորություն են տալիս նվազեցնել ճգնաժամային իրավիճակների ռիսկերը։ Աշխատաժողովի ընթացքում ծավալվել է ակտիվ քննարկում։ Սեյսմիկ պաշտպանության տարածքային ծառայության տնօրեն Սոս Մարգարյանը պատասխանել է մասնակիցների հարցերին։ Ամփոփելով աշխատաժողովի արդյունքները, Կոտայքի մարզպետի տեղակալ Հայկ Մկրտչյանը շնորհակալություն է հայտնել ներքին գործերի նախարարությանը նախաձեռնության համար, ընդգծելով, որ հատկապես երկրաշարժերին առնչվող թեմաներն արդիական են և կարևոր, հաշվի առնելով տարածաշրջանի սեյսմոակտիվությունն ու այդ համատեքստում հանրային անվտանգության մշակույթի ամրապնդումը։ Աշխատաժողովին մասնակցել էին ներքին գործերի նախարարության աշխատակիցներ ու փրկարարծառայողներ, Կոտայքի մարզպետի աշխատակազմի ներկայացուցիչներ, մարզի համայնքների և բնակավայրերի վարչական ղեկավարներ, արտակարգ իրավիճակների գծով պատասխանատուներ։ Նոյեմբերի 20-ից ներքին գործերի նախարարության ոստիկանությունը արգելված ժամանակահատվածում սիկ տեսակի ձկան ապօրինի որսի կանխարգելման և դրա վաճառքը կանխելու ուղղությամբ ուժեղացված ծառայություն է իրականացնում։ Ձեռնարկված միջոցառումների արդյունքում Պարեկային ծառայության Գեղարքունիքի մարզի գումարտակի ջրային պարեկները դեկտեմբերի 6-ին Սևան Մարտունի գետափ ճանապարհի 2-րդ կիլոմետրին ստուգման նպատակով կանգնեցրել են վազ մակնիշի ավտոմեքենա։ Պարզվել է, որ Սևան քաղաքի բնակչի վարած մեքենայի բեռնախցիկում ապօրինի որսած սիկ կա։ Վարորդը և ուղևորը մեքենայով հանդերձ տեղափոխվել են համայնքային ոստիկանության Սևանի բաժին, որտեղ մեքենայի բեռնախցիկում հայտնաբերվել է 82 սիկ։ Ապօրինի ձկնորսության հաջորդ դեպքը ջրային պարեկները բացահայտել են դեկտեմբերի 7-ին։ Սևան Մարտունի գետափ ճանապարհի 6-րդ կիլոմետրին ստուգման նպատակով կանգնեցվել է Նորատուս գյուղի բնակչի վարած վազ մակնիշի ավտոմեքենան։ Կրկին պարզվել է, որ բեռնախցիկում ապօրինի որսած սիկ տեսակի ձկներ կան։ Մեքենան տեղափոխվել է համայնքային ոստիկանության Սևանի բաժին։ Ստուգման մեքենայի բեռնախցիկում հայտնաբերվել է 154 սիկ։ Նշված դեպքերով կատարվում է քննություն։ Հիշեցնենք, որ մինչև փետրվարի 1-ը արգելվում է Սևանալճում զբաղվել ձկնորսությամբ։ Որսի կանոնները խախտելու, ինչպես նաև ապօրինի որսի դեպքում նախատեսվում է օրենքով սահմանված պատասխանատվության միջոցներ։ Ծանուցում ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունը ապացուցված չէ Հայաստանի Հանրապետության քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով, դատարանի օրինական ուժի մեջ մտած դատավճռով։ Դեկտեմբերի 1-ից 8-ը Մայրաքաղաքում իրականացված ծառայության ընթացքում Երևանի պարեկները հայտնաբերել են ճանապարհային երթևեկության կանոնների 4157 խախտում, պահպանվող հատուկ տարածք տեղափոխելով 167 ավտոմեքենա։ Մասնավորապես հայտնաբերվել է ոչ ստապ 161 վարորդ, առանց վարորդական իրավունքի վկայականի 242 անձ, հայտնաբերվել է հաշվառման համարնիշի հետ կապված 34, չամրակապված վարելու 578, առանց մանկական նստատեղի քարսիթի 8, վարելու ընթացքում ծխելու 384, վարելիս հեռախոսից օգտվելու 319, հետիոտնի, որ սահմանված վայրով անցնելու 57 և 1480 այլ իրավախախտում, 112 մեքենա շահագործվել է առանց ապա պայմանագրի, 220-ը տեխնիկական զննություն չանցած, 76-ը լուսարձակների անսարքությամբ, 90-ը թաղանթապատված դիմապակեով և կողային ապակիներով, 430-ը առանց ձմեռային անվադողերի, 1 վարորդ տուգանվել է վարելիս նվագարկչի ստանդարտին չհամապատասխանող լրացուցիչ ուժեղացուցիչներ օգտագործելու համար։ Բացի այդ, տարբեր կասկածանքներով ձերբակալվելու համայնքային ոստիկանության բաժիններ է տարվել 58 անձ։ Նույն ժամանակահատվածում մարզերում պարեկները հայտնաբերել են ճանապարհային երթևեկության կանոնների 12596 խախտում, պահպանվող հատուկ տարածքներ տեղափոխելով 233 տրանսպորտային միջոց, հայտնաբերվել է ոչ ստապ 201 վարորդ, առանց վարորդական իրավունքի վկայականի 352, կեղծ վարորդական վկայականով երթևեկող 14 անձ, հայտնաբերվել է նաև հաշվառման համարնիշի հետ կապված 47, չամրակապված վարելու 2269, առանց մանկական նստատեղի քարսիթի 132, վարելու ընթացքում ծխելու 298, վարելիս հեռախոսից օգտվելու 388, հետիոտնի, որ սահմանված վայրով անցնելու 50, արագության գերազանցման 1923 և 3794 այլ իրավախախտում, 393 ավտոմեքենա շահագործվել է առանց ապա պայմանագրի, 1180-ը տեխնիկական զննություն չանցած, 903-ը լուսարձակների անսարքությամբ, այդ թվում 93 բեռնատար, 172-ը թաղանթապատված դիմապակեով և կողային ապակիներով, 762-ը առանց ձմեռային անվադողերի, 9 վարորդ տուգանվել է վարելիս նվագարկչի ստանդարտին չհամապատասխանող լրացուցիչ ուժեղացուցիչներ օգտագործելու համար։ Բացի այդ, տարբեր կասկածանքներով ձերբակալվելու համայնքային ոստիկանության տարածքային բաժիններ է տարվել 44 անձ։ 250 նոր թափուր տեղ Պարեկային ծառայության մայրաքաղաքի և մարզերի ստորաբաժանումների համար։
Ընդունելություն իրականացվում է ոստիկանական գործ մասնագիտության բարեկ որակավորմամբ։ Կարող են դիմել Հայաստանի Հանրապետության այն քաղաքացիները, որոնք իրենց առողջական վիճակով եւ ֆիզիկական պատրաստականությամբ ունակ են կատարելու ոստիկանության ծառայողի պարտականությունները։ Ուսուցումն իրականացվում է առկա ուսուցման ձևով, պետական պատվերի շրջանակներում անվճար։ Դիմորդների փաստաթղթերն ընդունվում են 2025 թվականի հոկտեմբերի 27-ից դեկտեմբերի 12-ը ներառյալ։ Բարեկային ծառայություն դիմելու համար տարիքային սահմանափակում չկա։ Շրջանավարտներին շնորհվում են ոստիկանության կոչումներ, եւ նրանք նշանակվում են ներքին գործերի նախարարության ոստիկանության բարեկային ծառայության պաշտոններում։